Գոբ կգակ նկարվեր Շուտ չդզեց բուբա, ծնունդ եմ 12 շուտ չդզեց, շուտ եմ էջի Վայ, կետից նակ նկարվեր Գոգ մետ նկարի Ինչ մեջիկը նկարի, կելի որ Բոյովները կանում են կոլոտներն Արի, ով է Արեն, նա թավակի թիվ Միքայլ Հերկին Շկզեք տղեկներ եմ, ապրել Ա, չէ Ավայ, տղեք, Ձեզ էլ, ձեզ ուղարկել, հա, արդել Կին ֆոտոն կար են չկա Այր, ու գրիվար շտանգիքը տաշում նա Ջուկան կարեն է մնացածին դասավոր է Դեմը շնդով արդոն, դեզ բալար իրա Եսի մեջ, հա Ինձին է, որ պրոտը եդում այն Արդ, ինդակի իչավ, անում եք ձերը Անգի Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է, կրկին մեծ ֆուտբոլ ու արդեն նորից մենք գիտում ենք Էջմիածին ակումբի մասնակցությամբ եւս մեկ ընկերական հանդիպում այս անգամ Էջմիածինը մրցում է Արտաշատի դեմ մեկ տարկած է հանդիպումը եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտացուցակների հետ սկսենք նոմինալ դաշտի տերերից Էջմիածնից դարպասը պաշտպանում է Վայե Մուրադյանը համար 1 Արտյոմ Վարդանյան համար 12, Ռոբերտ Խլղացյան համար 4, Արշակ Պողոսյան համար 10, Գերա Կոստենկով համար 2, Սմբատ Պողոսյան համար 21, Արտուր Ալավերդյան համար 44, դա թիմի ավակն է, Կարեն Շիխանյան համար 27, Արսեն Սարգսյան համար 20, Մայիս Բելքոնյան համար 11 և Վարդան Վարդանյան համար 18 Գնդակով Էջմիածին ակումբն է Վարդանյանն է դեպի ձախ եզր ուղարկում Պողոսյանի ուղղությամբ, այս գրոյից հետո շարունակեմ ծանոթացնել նաև պահեստայինների կազմը Էջմիածին ակումբի Բայց այստեղ հետ փոխանցում տեսանք ու շարունակեմ ներկայացնել ամբողջական հայտարարություն Էջմիածին ակումբի պահեստային դարպասապաններն են Նեղություն Էրիկ Պողոսյանն ու Էդվարդ Հարությունյանը եւ այսօր Էջմիածնի պահեստայինների նստարանին տեղ են զբաղեցրել Գագիկ Սահակյանը 15 համարով, Ժիրայր Պապիկյանը համար 9, Գարիկ Գիգոլյան համար 25, Գոր Մարկարյան համար 5, Սիլա Բուբա համար 8, Գագիկ Ակուլյան համար 17, Արգիշտի Խաչատրյան համար 16 եւ Մանուկ Մուրադյան համար 99։ Թիմի գլխավոր մարզիչն է Վլադիմիր Ալավերդյանը։ Քիչ անց կծանոթացնեմ նաեւ Արտաշատ ակումբի ամբողջական հայտարարությունը, այն դեռ հասանելի չէ ինձ մոտ։ Հիմա Էջմիածինը փորձում է գրոյ անցնել, բայց այստեղ մաքուր գործեցին Արտաշատի ֆուտբոլիստները ու այստեղ էլ Պողոսյանն է հասնում հեռացնել գնդակը։ Չի ավարտվել Արտաշատի գրոյ, եւս մեկ փոխանցում այստեղ էլ Խլղացյանը ճիշտ դիրքում է ու տեսնենք հակագրոյի փորձ Արաք Սարգսյան, բայց արդեն հասցրեցին վերադասավորվել Արտաշատի ֆուտբոլիստները ու ստիպված եղավ Էջմիածինը գնդակ ուղարկել դեպի պաշտպանություն Խլղացյան, այո թիմերը քաչ ծանոթ են միմյանց խաղամակարդակներից, հիշեցնեմ, որ սա ընկերական բնույթի հանդիպում է, այս գրո տեսնենք դեպի Մելքոնյանը, բայց Շեկոյանը լավ պաշտպանվեց ու այո կար խաղից դուրս իրավիճակ Մայիս Մելքոնյանի մոտ այս դրվագում, դա ակնհայտ երևաց ու հիմա արդեն Էջմիածինը Էջմիածնի գրոհը այսպես ասած չստացվեց այս իրավիճակում իհարկե խաղից դուրս իրավիճակում հայտնվելու համար Մելքոնյանի կողմից Արտաշատը խաղարկի գնդակ, այո շարունակեմ միտքս հիշեցնեմ, որ հանդիպումը ընկերական բնույթ է կրում, բայց թիմերը մրցեցին միմյանց դեմ
2025-26 մրցաշրջանի սիրողական ալիգան մրցաշարի խմբային փուլում շատ հետաքրքիր խմբում էին ընդգրկվել այս երկու թիմերը, այո, կար միանգամից մի քանի ու բացահայտ ֆավորիտ, այսպես ասեմ, ուժեղագույն ակումբներ, բայց Էջմիածինը նախ երկրորդ տուրի խաղում, ներողություն, երրորդ տուրի խաղում հյուրընկալեց այս մարզադաշտում Արտաշատին ու կարողացավ ծանր խաղում, բայց ամեն դեպքում առավելության հասնել 4-2 հաշվով մրցակցի նկատմամբ, հետո արդեն պատասխան խաղում, որը իրենից այսպես ասած ոչ մի որոշում չէր կայացնում, միայն այնտեղ հարցը կազմված էր այն բանի մեջ, թե Էջմիածինը կկարողանա խմբային փուլը հաղթահարել առաջին հորիզոնականով, թե երկրորդով Արտաշատի համար մեծ հաշվով այդ հանդիպումը ոչինչ չէր նշանակում անկախ ելքից հանդիպման ու պատասխան խաղում էլ արդեն կարողացավ Էջմիածինը 6-0 հաշվով առավելություն հասնել մրցակցի նկատմամբ, իսկապես շատ հետաքրքիր պայքար մենք տեսանք դիմակայության առաջին խաղում, որտեղ Էջմիածինը մեկ ֆուտբոլիստ պակաս էր խաղադաշտում ու գրեթե, այսպես ասած, Արտաշատը վերադարձել էր խաղ, բայց 3-2 հաշվի առկայության դեպքում, երբ Արտաշատը գնաց հաշիվը հավասարեցնել ու Մելքոնյան հիմա կարող է բացվել հաշիվը, բայց այստեղ շատ լավ է գործում Արտաշատի դարպասապա, իսկապես շատ լավ հնարավորություն ունեցավ Էջմիածինը բացելու դիմակայության հաշիվը, բայց Մելքոնյանի հարվածից հետո տեղում էր ներողություն Արտաշատի դարպասապա ջունիորով կարողացավ հեռացնել այստեղ գնդակը անկյունային ամեն դեպքում կիրացնի Էջմիածինը Սարգսյանն է պատրաստվում իրականացնելու անկյունայինը տեսնենք Արսեն Սարգսյան Բարսից փոխանցում դեպի հեռավոր անկյունը Կոստենկովի ուղղությամբ Պողոսյանն է նույնիսկ միացել այստեղ Էջմիածնի գրոին այս ստանդարտի խաղարկման իհարկե, բայց չգտավ ելք Արշակ Պողոսյանը ու ստիպված եղավ գնդակը հետ ուղարկել Խլղացյանին Այո նախորդ հանդիպան ժամանակ եւ տեղ ունեցավ դա 1 շաբաթ առաջ Երեգնաձորի դեմ Էջմիածինը մրցեց կրկին Ուրարտու մարզադաշտում Խլղացյանը բացակայում էր թիմի հայտարարությունից ընդհանրապես հայտավորված չէր այդ հանդիպանը իհարկե հասկանալի պատճառներով վնասվածք ուներ Խլղացյանը, բայց այսօր ապակինվել է եւ հուսանք որ շատ կարճ ժամանակահատվածում Խլղացյանը կվերադառնա խաղամակարդակին Արտաշատի գրոհ տեսնենք հիմա էլ ձախ եզրով լավ անցում ստացվեց եւս մեկ փոխանցում Տուգանայինի մատույցներ, բայց այստեղ Սմբատ Պողոսյանն էր նահանջել դեպի պաշտպանությունը օգնեց այստեղ խաղընկերներին հիմա նորից Արտաշատը վերականգնում է գնդակը եւս մեկ փոխանցում Խլղացյանն էլ այստեղ հեռացեց ու գուցե արագ հակագրոհ տեսնենք, բայց Շեկոյանը շատ լավ է պաշտպանվում այստեղ փագեց փոխանցման ճանապարհ ու թույլ չտվեց գրոհ շարունակի, այսպես ասած, Էջմիածինը հիմա ծանոթացնեմ Արտաշատ ակումբի հիմնական կազմը այն ֆուտբոլիստերին, ովքեր այս պահին գտնվում են խաղադաշտում, պահեստայինների նստարանն դեռ առկա չէ ինձ մոտ եւ այսպես դարպասը պաշտպանում է ջունիորը համար 22 Տիգրան Մխիթարյան համար 3 Օրատիլը համար 12 Տիգրան Շեկոյան համար 2 Արեն Ղազարյան համար 77 նա թիմի ավակն է Գոր Մանուշյան համար 14 Դանիել Էզուկամ համար 20 Գարիկ Զորաբյան համար 7 Դավիթ Ղազարյան համար 17 եւ Հայկ Նիկողոսյան համար 9 հարցակման գծում էլ գործում է Վեգան 9 համարով թիմի գլխավոր մարզիչն է Արարատ Մամբրեյանը Շիրխանյան ստացվեց այստեղ մնալ գնդակով Շիրխանյանի մոտ դեպի Մելքոնյանը Կոստենկով գուցե հերվից փորձեցնենք այդպես էլ արեց Կոստենկովը բայց ջունիորը այստեղ փայլեցին կատարած սեյվով շատ լավ հարված տեսանք բայց կրկնակի անգամ էլ լավ գործեց այստեղ Արտաշատի դարպասապահը ու անկյունային նորից կիրացնի Էջմիածինը որը կլինի երկրորդ այս խաղում Назад, лучше вперед, чем назад. ու տեսնենք այս անգամ արդեն ինչպես կիրացնեն ստանդարտը Էջմիածնի ֆուտբոլիստները կրկին Սարգսյանն է գնդակի մոտ Բարսից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ դեպի Կոստենկովը եւս մեկ հարված Կոստենկովից բայց փակվեց գնդակի ուղղությունը պաշտպանների կողմից եսից արդեն կնետի Էջմիածին ակումբը Պողոսյանը կատարում է եզրային նետում դեպի Մայիս Մելքոնյանը այո ես հիշեցնեմ որ հանդիպումը շատ գեղեցիկ այստեղ գործեց Մելքոնյանը դեպի Կոստենկովը կրկին Մելքոնյան հանդիպումը ընկերական բնույթ է կրում բայց իհարկե
Այս թիմերի մասնակցության բոլոր հանդիպումներն ընդհանրապես շատ հետաքրքիր անցնում անկախ նրանից հանդիպումը իր տեսակետով իհարկե մրցաշարային աղյուսակում որևէ խնդիր լուծումը թե ոչ սա անկերական հանդիպում է, բայց իհարկե հուսանք եւ տրամաբանության սահմաններում կլինի որ գոլարատ հանդիպում դիտենք շատ լավ նկատեց այստեղ Սարգսյանը Վարդանյանին, բայց կար խաղից դուրս վիճակի հիմա էլ Էշմիածնի հարցակող Վարդանյանի մոտ ու կրկին արձանագրեցին մրցավարները խաղից դուրսը գնդակը կլինի Արտաշատինը Շեկոյան հետ փոխանցում դեպի Ջունիորը կրկին Շեկոյան այո Արտաշատը չկարողացավ հաղթարել խմբային փուլի արգելքը ալիգա մրցաշարում եթե չեմ սխալվում երրորդ հորիզոնականը զբաղեցեց խմբում Արտաշատը ու այդ խմբից կարողացան կիսա եզրափակիչ փուլ դուրս գալ Էջմիածինն ու Էկովիլը շատ հետաքրքիր կիսա եզրափակիչներ են ձևավորվել ես խոսեցի Էջմիածին ակումբի մասնակցության նախորդ խաղի ժամանակ բայց հարկ եմ համարում կրկին հիշել այդ ամենի մասին այո կլինի կիսա եզրափակիչը մարտի 7-ին Իջևան քաղաքում Էջմիածին ակումբի մասնակցության որտեղ Իջևանը տեղի ակումբը կհյուրընկալի Էջմիածին հետո արդեն մեկ շաբաթ անց տեղի կունենա պատասխան հանդիպումը Ուրարտու մարզադաշտում եւ Էկովիլին է շատ հաջող զույգ բայց շատ բարդ մրցակից է բաժին հասել Կիլիկի ակումբը Սարգսյան այստեղ շատ լավ էր նկատել Սմբատ Պողոսյանի գրոյի միացումը բայց փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց Շիրխանյանն է պայքարում գնդակի համար բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակը Արտաշատի ֆուտբոլիստները ու եզրից ամեն դեպքում կնետի Էջմիածինը այո Էկովիլն էլ կմրցի Կիլիկի ակումբի դեմ կիսա եզրափակիչում շատ հետաքրքիր իսկապես ու բարդ մրցակիցներ են մնացել ալիգա մրցաշարում 4 ակումբներ որոնք այսպես ասած մեկը մյուսից հզոր են ու այստեղ մաքուր է արդյոք ոչ կար խաղի կանոնների խախտում այս իրավիճակում Արտյոմ Վարդանյանի դեմ պայքարում մրցավարը արձանագրեց խախտումը ու կրկին Էջմիածինը արգում է գնդակը պաշտպանությունում շարունակեմ միտքս իսկապես 4 հզոր թիմեր կիսա եզրափակիչում մեկը մյուսից այսպես ասած ուժեղ ակումբներ ու չկա ընդգծված ֆավորիտ իհարկե ալիգան հաղթարելու գործում շատ բարդ փորձություն է սպասվում 4 ակումբներին էլ միմյանց դեմ մրցելու համար նախ կիսա եզրափակիչներում որտեղ պատասխան հանդիպումներով երկու հանդիպում հետո էլ արդեն եզրափակիչ դուրս եկած ակումբները կմրցեն մեկը մյուսի դեմ այո այսպես ասած եթե թիմը հասել է ալիգայի կիսա եզրափակիչ փուլ այստեղ ուժեղ եւ թույլ ակումբների մասին խոսք գնալ պարզապես չի կարող ցանկացած հանդիպում կարող է ցանկացած խփած գնդակ ցանկացած իրադարձություն իսկապես կիսա եզրափակիչում կարող է որոշիչ լինել այդ ամենը հաշվի առնում են թիմերը հիմա նախապատրաստական փուլում են գտնվում հատկապես Էջմիածին իհարկե Արտաշատն էլ երթին պատրաստում է հաջորդ մրցաշրջանին այս գրո տեսնենք Կարեն Շիրխանյան դեպի ձախ եզր դեպի Սարգսյանն էլ հարվածեց բայց բարձր է ստացվում Արսեն Սարգսյանի կատարած հարվածը ու հարված կտեսնենք Ջունիորին դարպասից Արտուր որ դերան այդ մարշակը գալիս է ըստ խաղացողի փորձեց խաղարկումով այստեղ դարպասապա սկսել բայց փակ էր բոլոր տարբերակները հիմա Շեկոյանի հետ է խաղարկում գնդակը Ջունիորը դեպի առաջ բայց Ալավերդյանն է այստեղ էլ հաջող գնդակի խլում կարողանում կատարել խաղարկում Կոստենկովի հետ ու այստեղ արդեն փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց Արտուր Ալավերդյանի կատարած նկատել էր Արսեն Սարգսյանի գրոյի միացումը բայց փոխանցումը այս իրավիճակում Ալավերդյանի մոտ չստացվեց Շեկոյան դեպի աջ հետ փոխանցում դեպի դարպասապա Ջունիորը նորից պաշտպանությունում է աղարկում գնդակի Էջմիածինը հիմա արդեն գրոյի փորձ Արտաշատից բայց իհարկե Խլղացյանը միայն ակել ու շատ վստահ կարողացավ գործել այստեղ հետ ուղարկելով գնդակը Վայեն Մուրադյանին ու խուսափելով ավելորդ ռիսկերից Արշակ Պողոսյան կրկին Խլղացյանին է ուղարկում գնդակը դեպի Սմբատ Պողոսյանը Շիրխանյան ու խաղարկում է Էջմիածին առաջը միշտ տուգանայինի մատույցներում գնդակը Խլղացյան դեպի Սարգսյանը կատարեց փոխանցում Խլղացյանը Սարգսյանն էլ թողեց Սմբատ Պողոսյանին բայց այստեղ կորցրեց Պողոսյանը գնդակ ու եզից կնետի Արտաշատը
Տիգրան Մխիթարյանն է կատարում եզրային նետում, բայց այստեղ Սմբատ Պողոսյանը այսպես ասած ուղեց իր սխալը ու հիմա արդեն եզից կնետի Էջմիածինը։ Այո, չունենք խփված գնդակ առայժմ խաղում։ Եվ սա միայն խոսում է թիմերի լավ պաշտպանության մասին, 14 րոպե արդեն անցավ հանդիպան մեկնարկից ու իհարկե հուսանք, որ գոնե այս խաղակեսի մնացած ժամանակահատվածում թիմերը մեզ կուրախացնեն խփած գնդակներով։ Սարգսյան լավ նկատեց Վարդանյանին ու կատարեց փոխանցում, բայց այստեղ հասնում է հեռացնել Օրատիլեն գնդակը, թույլ տալով այն հասցի Վարդանյանին, այլապես Վարդանյանը կարող է այստեղ միայնակ հայտնվել ջունիորի դեմ, եթե Օրատիլեն չհասներ սա անկում կատարել։ Սմբատ Պողոսյան խաղարկում է գնդակը Վարդանյանի հետ, Ալավերդյան շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Ալավերդյանը դեպի Արշակ Պողոսյանը, կա Սարգսյանի տարբերակը, կա փոխանցում դեպի Արսեն Սարգսյանը, Շիրխանյան եւս մեկ փոխանցում, բայց արդեն փակվեց այս փոխանցման ճանապարհը։ Ալավերդյան շարունակվում է Էջմիածնի գրո, Արտուր Ալավերդյան եւս մեկ փոխանցում դեպի Աջ Կոստենկով Վարդանյան, գեղեցիկ խաղարկումներ, բայց գնդակը արձանագրված չէ, կար խաղից դուրս իրավիճակ այստեղ։ Եթե չեմ սխալվում, արդեն իսկ Գերա Կոստենկովի մոտ, այո, գեղեցիկ էր խաղարկումը ամեն դեպքում Էջմիածին ակումբի մասնակցությամբ այս իրավիճակում, բայց երրորդ անգամ արդեն հարցակման ժամանակ Էջմիածնի ֆուտբոլիստները այս խաղում հայտնվում են խաղից դուրս իրավիճակում։ Հիմա կրկին գնդակը վերականգնեց Էջմիածինը, Մուրադյան խորքից փորձեն սկսել եւս մեկ գրո։ Երկար փոխանցում դեպի Արսեն Սարգսյանը, լավ էր մտածել Սարգսյանը այստեղ գնդակի ընթացքը ավելացնելով, բայց առաջինից փորձից չստացվեց, հիմա արդեն գնդակը Սմբատ Պողոսյանի մոտ է, թողեց Վարդանյանին, կրկին Սարգսյան ու արդեն դեպի Աջ, դեպի Կոստենկովը եւս մեկ փոխանցում ու չկար այստեղ ոչինչը, այո, մաքուր գործեց պաշտպան այս դրվագում եւ կարողացան Արտաշատի ֆուտբոլիստները հեռացնել գնդակը եզից նետելու է ամեն դեպքում Էջմիածինը, Կոստենկովը խաղարկում է գնդակը Ալավերդյանի հետ դեպի Վարդանյանը, Ալավերդյանն էլ կատարեց փոխանցում, Արսեն Սարգսյան կարողացավ այստեղ այս բարդ իրավիճակում Սարգսյանը փոխանցում կատարել ու այնպեսի փոխանցում, որ Վարդանյանը նորից հարվածային դիրքում էր հայտնվում, բայց եթե չեմ սխալվում, Շեկոյանը կրկին հասցրեց հեռացնել գնդակը ու նորից անկյունային իրականացնի Էջմիածինը։ Այո, նախորդ ընկերական հանդիպան ժամանակ հանդիպումը ընդհանրապես իր էությամբ բավական լարված ստացվեց, հատկապես հանդիպման վերջնամասը, երբ Եղեգնաձորը կարողացավ կրճատել հաշիվը 2-0-ից հասնելով նվազագույնի մեկ գնդակ ետ բերեցին ու հանդիպման վերջին 15 րոպեներ իսկապես շատ հետաքրքիր էին, 75 րոպեի դրությամբ կարողացավ Եղեգնաձորը խփել մեկ գնդակ ու կրճատել հաշիվը, այդ ընթացքում արդեն ուներ 2 գնդակի առավելություն Էջմիածինը։ Արշակ Պողոսյանի ու Շիրխանյանի խփած գոլների շնորհիվ եւ իսկապես որքան էլ կրկնում եմ հանդիպում ընկերական բնույթ էր կրում նույնիսկ Եղեգնաձորի դեմ խաղում մենք շատ հետաքրքիր հանդիպում դիտեցինք հատկապես հանդիպման վերջնամասում հիմա գնդակը խլում է Էջմիածինը Մելքոնյան, բայց Շեկոյանին շրջանցել այստեղ չստացվեց ամեն դեպքում գնաց միջև վերջ Մելքոնյանը ու նորից Շեկոյանն է հասցնում այստեղ հայտնվել Մելքոնյանի առջև ու թույլ չտվեց Մայիս Մելքոնյանին այս իրավիճակում Շեկոյանը արված կատարել, արված կլինի Արտաշատի դարպասից, այո եթե հիմա ստացվեր Մելքոնյանի մոտ հարված կատարել, ապա մեծ հավանականությամբ կարող էինք տեսնել առաջին գնդակը խաղում, քանի որ արդեն շատ մոտ էր գտնվում դարպասին Մայիս Մելքոնյանը իհարկե նրա կատարած հարվածները շատ վտանգավոր եւ հուժկու են ստացվում։ Ամեն դեպքում ասենք այսպես Շեկոյան այս իրավիճակում զերծ բայց Արտաշատին վերահաս գոլից Ջունիորն է պատրաստվում գնդակը խաղի մեջ մտցնել, բայց կարծես նորից երկար փոխանցում են նախապատրաստել, հիմա ոչ պաշտպան եկավ ու խաղարկեց գնդակը դարպասապայի հետ
ու այսպես խաղարկումով Արտաշատ այս անգամ դուրս եկավ Տուգանայինի մատույցներից, բայց արագ գրոյի անցնում չստացվեց, հիմա արդեն եզրային այդ հնարավորություն Մխիթարյան ուղարկեց գնդակը դեպի Վեգան, բայց այստեղ կարողանում են Էշմիածնի տղաները հաջող խլում կատարել, Ալավերդյան աչից կա Կոստենկովը կա փոխացում Գերա Կոստենկովի ուղղությամբ, աչ եզրով զարգացնում է արագություն Կոստենկովը նույնիսկ փոխանցում էլ կատարեց, բայց արդեն իսկ անհարմար իրավիճակում է հայտնվել, բավական սրեց այստեղ Կոստենկովը անկյուն ու արդեն չհասավ գնդակին, այնպես որ ավելի իհարկե հեշտ փոխանցում կատարել, հիմա էլ ռիսկ են դիմում Արտաշատի տղաները ու Շեկոյանը նորից վերջին բան, այսպես ասած, լավ գործողություն է իրականացնում, թույլ չտալով Էշմիածնին խլել գնդակ ու գրոյի անցնել, լավ չընդունեց այստեղ էլ գնդակը Տիգյան Մխիթարյանը, բայց ևս մեկ գրոտ չեզոքացվեց Արտաշատի կողմից, իսկ հիմա Արտաշատի պատասխանը Վեգա կարող ենք տեսնել առաջին գնդակը այս խաղում, փորձեց կախել Մուրադյանի վրայով, չստացվեց, իսկ Մուրադյանը խախտում է այս իրավիճակում խաղի կանոնները ու 11 մետրանոց հարված է նշանակում մրցավարը Էշմիածին ակումբի դարպասի ուղղությամբ, այո, հիմա այսքան գրոներից հետո, որը իհարկե վտանգավոր են ստացվում Էշմիածնի մասնակցությամբ, հիմա տեսեք մեկ դրվագ Արտաշատը հակագրոյի անցավ ու խնդրեմ ամենա իդեալական տարբերակը հանդիպան հաշիվը բացելու համար, բայց վաստակելը միայն բավական չէ, պետք է 11 մետրանոցը դիպուկ իրացնել, հենց 11 մետրանոցը վաստակողնել Վեգան, հենց ինքն է պատրաստվում իրականացնել արվածը, տեսնենք ով ավելի արդյունավետ կգտնվի, Կասուլիչը Վեգան հարվածում է ու բացում հաշիվը 1-0 Արտաշատն առաջ է անցնում հաշվի մեջ։ Մեկա չենք վրազում։ Վեգան 1-0 բացված է հանդիպան հաշիվը շատ դիպուկ իրացեց 11 մետրանոց հարված ու հիմա արդեն Էշմիածինը հայտնվում է պարտվողի կարգավիճակում, տեսնենք ինչ կփորձեն անել Էշմիածնի տղաները արդեն իսկ բաց թողած գնդակից հետո իհարկե Մուրադյանը խախտեց, այո, ամեն դեպքում ըստ մրցավարի խախտել է դարպասապահ խաղի կանոնները ու մրցավարը նույնիսկ կրկնապատկերը դիտելու ցանկություն չունեցավ այնքան վստահ կայացած որոշման մեջ, որ նշանակեց մի անգամից 11 մետրանոց հարված շատ մոտ էր գտնվում այդ դրվագում մրցավարը ու իհարկե ամեն ինչ արդարացի է, հիմա տեսնենք պարտվողի կարգավիճակում հայտնված Էշմիածինը ինչ կփորձի անել Եզից կնետն Էշմիածնի տղաները, բայց այս ընթացքում Խոտածածկին է հայտնվել Արտաշատի ֆուտբոլիստը, իհարկե հիմա օգնությամբ պետք կանգնեց ու հուսանք, որ ֆուտբոլիստի հետ ամեն ինչ կարգին է Օրայլեն էր կարծես հայտնվել Խոտածածկին Օրատիլ են ներողություն, այո, բայց ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ կա մրցավարի սուրիչը Կոստենկով դեպի Արշակ Պողոսյանը ու արդեն դեպի Վարդանյանը կատարեց Պողոսյանը փոխանցում Չանցավ այստեղ էլ Վարդանյանի փոխանցում ու Արտաշատը կարող էր, եթե այս փոխանցումը լավ ստացվեց, կարող էր հակագրոյի անցնել, բայց չնստեց այստեղ փոխանցում կատարելու ժամանակ գնդակը Մխիթարյանի ոտքին Շիրխանյան Հիմա էլ չանցավ Շիրխանյանի փոխանցումը ու եզից նետելու են հայո Էշմիածնի ֆուտբոլիստները դիպել Արտաշատի հենակետային կիսապաշտպանին գնդակ այս իրավիճակում խաղարկված է եզրայինը, բայց արագորեն էլ կորցրեց Էշմիածինը գնդակ ու հիմա արդեն Արտաշատը ձախ եզրով գրոհ է փորձում սկսել բայց կրկին արագ գնդակի կորուստ Ալավերդյանը այդ փոխանցում դեպի Արշակ Պողոսյանը ու հետ ուղարկեց գնդակը Պողոսյանը դարպասապահ Վահեն Մուրադյանի ուղղությամբ
Մուրադյան ռիսկի դիմեց մի փոքր բայց շատ ճիշտ ժամանակին ամեն դեպքում ստացվեց փոխանցումը Վարդանյանն է զարգացնում արագություն ու խլում գնդակը կա Արսեն Սարգսյանի տարբերակը Վարդանյան բայց արդեն այստեղ հավասարակշռությունը կորցրեց Վարդանյանը ու փոխանցումը հաջող չստացվեց նկատել էր այո վստահ եմ նկատել էր Արսեն Սարգսյանին կատարում էր փոխանցում, բայց չստացվեց հիմա Արտաշատի պատասխանը Վեգա շատ լավ փոխանցում դեպի Աչեզր ու Մուրադյանն է այստեղ դարպասից դուրս գալով հեռացնում գնդակը չկար արդյոք խաղից դուրս իրավիճակ ըստ մրցավարի ոչ բայց իհարկե մի փոքր վիճաբանական դրվագ է Շիրխանյան լավ անցում ու փոխանցում է կատարում իմ Շիրխանյանը դեպի Վարդանյանը բայց ջունիորն է հասնում հեռացնել այսօր ու եզից նետում է Կոստենկովը Մայիս Մելքոնյան դեպի Վարդանյանը շարժում է առաջ Վարդանյանը գնդակով գտավ Սմբատ Պողոսյանին ու կատարեց փոխանցում Կրկին Վարդանյան ու արդեն գնդակի տեղափոխություն դեպի Աչեզր Արշակ Պողոսյանի ուղղությամբ այո նախորդ խաղում Պողոսյանը գրավեց Եղեգնաձորի դարպասը իսկապես այդ գնդակը շատ լավ հեղինակեցին Էշմիածի տղաները բավական գեղեցիկ խաղարկումներ որը սկսեց հենց Պողոսյանը Մարկայանի հետ կատարելով ու արդեն գրոյի եզրափակումը շատ բարձր մակարդակով իրականացեց Արշակ Պողոսյանը եւ բացեց խաղակեսի վերջնամասում Եղեգնաձորի դեմ խաղում այդ դիմակայության հաշիվը հետո արդեն երկրորդ կեսի մեկնարկից ընդամենը մի քանի րոպե անց Կանեն Շիրխանյանը մտնելով խաղադաշտի նորամուտի խաղում կարողացավ կրկնապատկել Էշմիածնի առավելությունը այսօր արդեն Շիրխանյանը Էշմիածնի հիմնական կազմում է հիմա Շեկոյանն է փակում այս վտանգավոր փոխանցման ճանապարհը լավ էր նկատել այստեղ Պողոսյանը Վարդանյանի առաջխաղացումը բայց Շեկոյանը շատ հաջող պաշտպանվեց իսկ հիմա Պողոսյանն է Ձախ եզրում Մխիթարյանն է դիմավորել նրան մեկը մեկի պայքար ուղարկեց գնդակը Արսեն Սարգսյանին շատ ճիշտ ժամանակին Սարգսյան դեպի Շիրխանյանը վտանգավոր է Կարեն Շիրխանյան ու բարձր է ստացվում այլ Շիրխանյանի կատարած հարվածը այո լավ հնարավորություն ուներ հիմա Էշմիածինը հաշիվը հավասարեցնելու բայց բարձր ընթացավ Կարեն Շիրխանյանի կատարած հարված ու դարպասից կսկսի Արտաշատը Տիգրան Շեկոյան շատ լավ վիճակում է գտնվում Շեկոյանը հատկապես այս մրցաշրջանում այս պատրաստվող մրցաշրջանում Արտաշատի կազմում իհարկե նա այլ ակումբներում նույնպես հանդես է գալիս բայց իհարկե հատկապես Արտաշատի կազմում բավական հաջող ելույթներ է ունենում այս հանդիպումներում այստեղ արագորեն խաղարկեցին ստանդարտ Արտաշատի տղաները բայց Արշակ Պողոսյանը վտանգը չեզոքացրեց Վայե Մուրադյան երկար փոխանցում առաջ դեպի Մելքոնյանը բայց այստեղ էլ չստացվեց Մելքոնյանի փոխանցումը ու հիմա տեսնենք գուցե որևէ բան ստացվի բայց Օրապտիլը նորից հասնում է հեռացնել գնդակը դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից Պողոսյան Դեպի Վարդանյանը լավ խաղարկում կատարեցին Սմբատ Պողոսյանն ու Վարդանյանը ու այստեղ կա խաղի կանոնների խախտում այո նշանակեց մրցավարը եւ ստանդարտ է վաստակում Էշմիածինը բավական վտանգավոր դիրքում տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Էշմիածին ակումբին Եվ Արսեն Սարգսյանն է կրկին գնդակի մոտ շատ լավ է իսկապես Էշմիածինը ստանդարտներ իրականացնում հատկապես տուգանայիններ եւ տեսնենք այս փորձը արդեն ինչպես է ստացվելու Ջունիորը կազմել է 3 հոգուց բաղկացած պատ ու տեսնենք կա մրցավարի սուլիչը Արսեն Սարգսյան Հարված է Սարգսյանը ու հիմա հորիզոնական դարպասածողն է այս իրավիճակում էլ օգնության գալիս Արտաշատին ինչ կրակոց տեսանք Սարգսյանից եւս մեկ փոխանցում Կոստենկով դեպի Մայիս Մելքոնյանը թողեց Վարդանյանին կրկին Կոստենկով չի ավարտվել Էշմիածի գրով կա փոխանցում ու այստեղ էլ եթե չեմ սխալվում կրկին Օրապտիլն էր ով հասցրեց հեռացնել գնդակը իսկ հիմա արդեն ավարտված է Էշմիածի այս վտանգավոր գրոնները իսկապես շատ Հաջող երկու հնարավորություն ունեցավ Վեգա դեպի ձախ եզր մի փոքր ուժեղ կատարեց փոխանցումը բայց Խալղացյանը իհարկե հասցրեց այդ տվել այստեղ Զորաբյանի արշև ու թույլ չտալ
շրջանցել իրեն։ Հիմա արդեն փոփոխություն ենք տեսնում։ Արի, բայց էլի ես խաղալու, արի տղեկ խաղա։ Էջմիածին ակումբի կազմում, այո, Ակուլյանը մտավ խաղադաշտը լքեց Կարեն Շիրխանյանը ու տեսնենք թարմ ուժերով Գագիկ Ակուլյանը ինչ է փորձելու անել։ Խաղադաշտում իհարկե նա այսօր մտավ փոխարինան իր սիրած դիրքում, որտեղ նա հանդես է գալիս Ատլետիկո Երևանի կազմում, հենակետային կիսապաշտպանի գոտում, դաշտի միջին հատվածում, այլ ոչ թե կենտրոնական հարձակվողի հիմա Պողոսյանի փորձը, բայց թույլ ստացվեց հարվածը ու տեսնենք Ակուլյանը, այսպես ասած, իրեն ավելի հարմար դիրքում ինչպես հանդես կգա, երկար փոխանցում ենք տեսնում առաջ դեպի Վեգան ու շատ հաջող փոխանցում Վեգա հարված Մուրադյան հասցրեց այստեղ դարպասապա Վայե Մուրադյանը ոտքերով փագել գնդակի ճանապարհ ու Բայել դարպաս անարիք, հիմա էլ Արտաշատը շատ լավ հնարավորություն կորցրեց հաշիվը կրկնապատկելու իհարկե մեկ փոխանցում ու տեսեք Վեգան հայտնվեց հարվածային գոտում, հիմա էլ դեպի Մայիս Մելքոնյանը, Մելքոնյան մեկի դեմ պայքար տարավ Մելքոնյան իրել գնդակ ու տեսնենք ինչ որոշում է կայացնում փոխանցում Վարդանյանի ուղղությամբ ու բրավո Շեկոյանին այս իրավիճակում նորից հաջող պաշտպանվելու համար հասցրեց կրկին Տիգրան Շեկոյանը վերջին պահին այսպես բարձել ոտքը ու հեռացնել գնդակը այլապես Վարդանյանը արդեն պատրաստվել էր հարված կատարելու հիմա անկյունային արագորեն խաղարկում է Էջմիածինը Վարդանյան դեպի Ալավերդյանը մնաց գնդակով Արտուր Ալավերդյանը ու հիմա ստիպված եղավ հետ ուղարկել Սմբատ Պողոսյան Հերվից արված Պողոսյանից թույլ է ստացվում այս փորձը Սմբատ Պողոսյանի ու առանց որևէ խնդիրների արդեն ջունիորը տիրում է այստեղ գնդակին այո փորձում է Էջմիածինը հիմա իսկապես երևում է բաց թողած գնդակից հետո հատկապես որ բավական ինտենսիվ են գրոնները բայց իհարկե պետք չէ մոռանալ պաշտպանության մասին Արտաշատը բավական վտանգավոր է Արտաշատի զենքը կարելի է համարել հակագրոնները շատ լավ է իրականացնում կարողանում սպառնալ ցանկացած մրցակցի դարպասի ուղղությամբ հիմա էլ եւս մեկ գրով բայց Սմբատ Պողոսյանն է նորից նահանջում ու կարողանում վտանգը չեզոքացնել դեպի Էջմիածին ակումբի դարպասը տանող Գորջան պայք մի քիչ այ հասցրեց այստեղ ազատվել գնդակից Վեգա Արտաշատի ֆուտբոլիստը Գոռ Մանուչյան այլապես եթե Ակուլյանը խլում էր կարողանում կատարել այս իրավիճակում միանգամից 3-4 ֆուտբոլիստով նետվում էր առաջ ներողություն Էջմիածինը Մուրադյան Վեգա երկար փոխանցում առաջ նորից Շեկոյանը պաշտպանության կենտրոնում շատ ճիշտ դիրք է զբաղեցնում ու փակում այսպիսի Բրավո գոլ հերար փոխանցումների ճանապարհը եւս մեկ գրոյի փորձ Արտաշատի կողմից չեզոքացվեց Էջմիածի տղաների կողմից Արտաշատը փորձեց գրոյի ասել չեզոքացեցին Էջմիածի ֆուտբոլիստները տվյալ դեպքում Սմբատ Պողոսյանը ու հիմա նորից մի քիչ ոտերի վրա Էջմիածինը փորձում է գրով սկսել շատ լավ տեղափոխություն դեպի Սմբատ Պողոսյանի ուղղությամբ անցավ այստեղ Մխիթարյանին Պողոսյանը հիմա գտավ Արտուր Ալավերդյանին Սարգսյան Շատ լավ փոխանցում դեպի Աջ Կոստենկովը հասնում է այս գնդակին ու տեսնենք գրոյի շարունակությունը ինչպես կստացվի դեպի Ալավերդյանը բայց Ալավերդյանի հարվածի ճանապարհը փակվեց Ակուլյան չի ավարտվել Էջմիածի գրոյը հիմա արդեն ավարտված է Շեկոյանը փորձեց հեռացնել այստեղ չստացվեց Ալավերդյան դեպի Սարգսյանը կրկին Ալավերդյան չնստեց գնդակը ոտքին այստեղ էլ Արտուր Ալավերդյանի խաղարկումը գեղեցիկ իրականացեց Արսեն Սարգսյանի հետ Մելքոնյան հերվից հարված բարձր է ստացվում Մայիս Մելքոնյանի կատարած հարված ու գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից հիմա թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ալավերդյանը արդեն երակի փոփոխություն է կատարում Էջմիածի կազմում Վարդանյանը Արշակ Պողոսյանը ոչ Պողոսյանը չի փոխարինվում Արտուր Ալավերդյանը Վարդանյանը եւ Վարդանյանը փոխարինեցին այս իրավիճակում ու Գիգոլյանը Գոռ Մարկարյանը եւ Շիայ Պապիկյանը մտան խաղադաշտ փոխարինելով ֆուտբոլիստերին տեսնենք թարմ ուժերով այս երակի փոփոխությունը ինչ կտա Էջմիածին 3 ֆուտբոլիստեր ովքեր առաջին անգամ են մտնում խաղադաշտ այս խաղում Հիմա Արտաշատը գնդակը խաղարկում է Մխիթարյան դեպի
Նիկողոսյանը, բայց այստեղ Արշակ Պողոսյանը հաջող խլում կարողացավ կատարել ու ուղարկեց գնդակը Արսեն Սարգսյանի ուղղությամբ նետվում է առաջ Էշմիածինը Սարգսյան հասավ արդյոք գնդակին։ Այո, դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից։ Արսեն Սարգսյան կա փոխանցումը, բայց արդեն խաղանկարներից ոչ ոք չկար այս իրավիճակում, որպեսզի արձագանքի այս փոխանցմանը։ Ու հարված կլինի։ Արտաշատի դարպասից կրկին խաղարկումով են դուրս գալիս պաշտպանությունից Շեկոյան շատ լավ հասցրեց եւս մեկ անգամ ազատվել գնդակից Տիգրան Շեկոյանը ու եզից կնետի Արտաշատը 1-0 առայժմ Վեգայի խփած 11 մետրանոցից գնդակը միակ թե խաղադաշտում որի շնորհիվ Արտաշատը հաղթում է Էջմիածնին Մելքոնյան չստացվեց այստեղ փոխանցումը Շեկոյանն էլ շատ լավ կրկին գործեց ու հիմա շատ արագ հատում են դաշտի միջին հատվածը Արտաշատի ֆուտբոլիստները աչքի եզրով եւս մեկ գրով բայց Սմբատ Պողոսյանը բավական արագաշարժ է ու այստեղ հասցրեց նահանջել եւ թույլ չտալ Էջմիածնի դարպասի ուղղությամբ վտանգ սպառնան նորից հասնում է օգնության գալ պաշտպաններին այս իրավիճակում Սմբատ Պողոսյանը Մուրադյանը կրկին պատրաստվում է հարված իրականացնել դարպասից Նիկոլյան պատմոր 5 րոպե մինչ հանդիպան առաջին խաղակեսի ավարտ այդքան ունեն իրենց տրամադրության տակ թիմերը իհարկե Էջմիածինը հաշիվը հավասարեցնելու Արտաշատն էլ փորձելու պահել կամ նույնիսկ կրկնապատկել առավելությունը այս վերջին 5 րոպեները խաղակեսի տեսնենք ինչ կտան թիմերին Մուրադյան Եվս մեկ երկար փոխանցում է պատրաստում կատարել Մուրադյանը կատարեց այդ փոխանցումը, բայց այստեղ հեռացեցին Արտաշատի պաշտպանները գնդակը Գոռ Մարգարյան երկրորդ տեմպով է գրոյի փորձում անցել Էջմիածինը Վայ Մուրադյան Եվ վերջ, առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 1-0 հաշվով հաղթում է Արտաշատը կարճ ատար, որից հետո կշարունակենք։ Բարեկամներ, մենք վերադառնում ենք միասին դիտելու Էջմիածին ընդդեմ Արտաշատի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 1-0 է օգուտ Արտաշատի Վեգայի դիպուկ իրացած 11 մետրանոցի շնորհիվ հաղթում է առաջի կեսից հետո Արտաշատը Էջմիածնին ու տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչ կփորձեն անել իհարկե բավական փոփոխություններ տեղի ունեցան թիմերի կազմում ընդմիջման ժամանակ ու տեսնենք թարմ ուժերով արդեն ֆուտբոլիստները խաղադաշտ մտած Ինչպիսի ֆուտբոլ ցուցադրեն իհարկե Էջմիածինը բավական շատ փոփոխություններ կատարեց ընդմիջման ժամանակ Արտաշատը ընդամենը 2 փոփոխություն մեկնարկային կազմի համեմատ կատարեց խաղակեսի երկրորդ խաղակեսի մեկնարկում իսկապես հետաքրքիր երկրորդ խաղակեսը սպասվելու մեզ քանի որ պարտվում է Էջմիածին ու իհարկե բնականաբար փորձելու են առաջին հերթին վերականգնել հաշվի հավասարությունը հիմա Աշեզով Ալավերդյանն է շարժվում առաջ ստացվեց այստեղ անցում կատարել եւս մեկ փոխանցում Բուբա ու բարձր է ստացվում Բուբայի արվածը վտանգավոր պահ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում ստեղծեցին Էջմիածին ակումբի ֆուտբոլիստները ու Բուբայի հարված այստեղ այս իրավիճակում բարձր է ստացվում Մխիթարյան երկար փոխանցում առաջ Դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից շարունակվում է Արտաշատի խաղարկումները Վեգա, բայց այստեղ էլ Սահակյանով քիչ առաջ է դուրս եկել խաղադաշտ բավական հաջող գործեց եւ կարողացավ տիրել գնդակին հիմա արդեն Էջմիածինը խորքից կսկսի Էրիկ Պողոսյանն էլ դարպասում է տեղ զբաղեցել երկրորդ խաղակեսում Տեսնենք արդեն Արշակ Պողոսյան շատ լավ փոխանցում դեպի Ակուլյանը ջունիորը դուրս եկավ, բայց անհաջող հեռացեց ու հիմա Սահակյանը չհասավ այս գնդակին այո շատ լավ փոխանցում իսկապես կատարեց Արշակ Պողոսյանը դեպի խաղընկերը, բայց դարպասապա ջունիորը կարողացավ
ինչ որտեղ նույնիսկ փորձի հաշվի զգալով, որ տեղ է ընթանալու Պողոսյանի կատարած փոխանցումը դուրս գալ դարպասից ու շատ ճիշտ ժամանակին արձագանքել գնդակին Մարկարյան դեպի Արգիշտի Խաչատրյանը ու հետ փոխանցում կատարած Խաչատրյանը Էրիկ Պողոսյանին Խլղացյան դեպի Արշակ Պողոսյանը ստացվեց Պողոսյանի մոտ անցում կատարել փոխանցում դեպի Մանուկ Մուրադյանի ուղղությամբ հասավ գնդակը ամեն դեպքում Մուրադյանին բայց չհասկացան այստեղ Մուրադյանն ու Ակուլյանը միմյանց եթե գնար այս փոխանցման հետևից Ակուլյանը գուցե հասներ բայց այս դրվագում չեն հասկանում միմյանց երկու ֆուտբոլիստներ Իման Մխիթարյանի անցումը գեղեցիկ էր բայց փոխանցումը չանցավ Գորը Մարկարյանի Սահակյան եւ հաստրեց այստեղ փոխանցում կատարել դեպի ավելի ետ Արգիշտի Խաչատրյան երկար փոխանցում դեպի Մուրադյանը շատ լավ ընդունեց Մուրադյանը գնդակ ու կատարեց փոխանցում Արշակ Պողոսյանի ուղղությամբ բայց Օրատիլեն այստեղ նույնպես հասցնում է հեռացնել գնդակը եզրից հիմա ընդամենը կնետի Էջմիածինը Սահակյան դեպի կենտրոն Մարկարյանի ուղղությամբ Մարկարյանն էլ դեպի Արգիշտի Խաչատրյանը բայց այստեղ վեգան նախ հաջող խլում կատարեց հետո էլ շատ անհաջող կերպով կորցրեց գնդակը եթե այս գրոհին ավելի լավ շարունակություն տար վեգան ապա շատ վտանգավոր գրող կարող է ստացվել դեպի Էջմիածնի դարպասը տանող Բուբա մեկ հպումով փորձեց հասցեակել գնդակը Սահակյանին չստացվեց իսկ հիմա չկա խաղից դուրս իրավիճակ ոչ եւ վեգան դորից հայտնվում է հարցակման կրակագծում հարված ու 2-0 կրկնապատկում է Արտաշատի առավելությունը վեգան էլ դուբլ է գրանցում իր անվան դիմաց այս խաղում Ոչ տղեկ, ոչ տղեկ Բուբա Okay my friend Macho Երկուսրո Արտաշատը ստանում է երկու գնդակի առավելություն այս խաղում վեգան էլ երկրորդ գնդակն է խփում իր այս խաղում դուբլ գրանցելով իր անվան դիմաց ու հիմա արդեն ավելի վստահ կարծում եմ կգործեն Արտաշատի ֆուտբոլիստները հատկապես իհարկե պաշտպանությունում թե արձակման գծում գործելիս երկու գնդակի առավելությունը արդեն իսկ այսպիսի կարևոր խաղում որը հիշեցնեմ եւս մեկ անգամ ընկերական բնույթ է կրում, բայց միևնույնն է շատ լարված ու համառ պայքար են մենք տեսնելու միջև հանդիպան մրցավարի եզրափակիչ Սուլիչը իհարկե լավ առավելություն է ապահովում Արտաշատին այս պահի դրությամբ իհարկե Էջմիածին ակումբը ես երկու գնդակի տարբերությամբ հանդիպում որում Էջմիածինը եղել է մրցակցին Սիճելից ես չեմ հիշում այդպիսի հանդիպում հատկապես այս սիրողական ալիգը մրցաշարում, որը դեռ ինչպես առաջի կեսում նշեցի չի ավարտվել, այո, Էջմիածինը երկու գնդակ զիջում էր ամեն դեպքում հայո հիշեցի այդ հանդիպումը Էկովիլի դեմ խաղում, պատասխան խաղում, որը ոչինչ չէր որոշում Էջմիածնի համար, միայն պետք էր ընդամենը չպարտվել 4 գնդակի տարբերությամբ, որպեսզի չնահանջեն երկրորդ հորիզոնականը Պողոսյան ռիսկի դիմեց այստեղ, բայց կարողացավ մնալ գնդակը նրա ձեռքերում, այո, եթե 4 գնդակի տարբերություն գրանցվեր, Էկովիլը կհաղթարել խմբային փուլը առաջին հորիզոնականով, բայց Էջմիածինը իհարկե անկախ ամենից հայտնվել էր պարտվողի կարգավիճակում երկու գնդակի տարբերությամբ եւ միայն վերջում մեկը կարողացան ետ բերել ու պարտվեցին 2-1 հաշվով կրկնում եմ ոչինչ չորոշող խաղում Էջմիածնի համար, իսկ այդ խաղում եթե չէր հաղթում Էկովիլը, ապա չէր հայտնվում կիսաեզրափակիչումը, այսպիսի հակառակ ստենդարդներով հանդիպում էր ընթանում այդ օրը, երբ զիջում էր Էջմիածինը երկու գնդակ Էկովիլին, այսպես ասած Էջմիածինը չուներ շտապելու ոչ միտեղ այդ խաղում Էկովիլը լրիվ հակառակ պատկերներ պետք էր ամեն դեպքում հաղթել այդ խաղում, որը կարողացան շատ լավ կերպով անել Էկովիլի տղաներ ու հաղթարեցին այդ խաղում Էջմիածնի արգելքը, բայց այս հանդիպում այլ բնույթ է կրում, լավն էր այստեղ Մուրադյանի մտահղացումը, բայց Ակուլյանին չհասավ գնդակը
Սահակյան դեպի Բուբան անցավ գնդակ ու այստեղ էլ Օրատիլն է հասնում նորից հեռացնել գնդակը եւ պայեցին այո գնդակը պայեցին Արտաշատի պաշտպանները դաշտի սահմաններում չի լքել գնդակը դաշտի սահմանները երկար փոխանցում դեպի Վեգան Կապրյանն առաջինն է այստեղ ու եզից կնետի Արտաշատը Բայց սուլեց մրցավարը հասկանանք ինչ է պատել խաղի կանոնների խախտում է նշանակել մրցավարը այստեղ Արգիշտի Խաչատրյանը խախտում էր թիկունքից խաղի կանոնները փաստացիորեն Վեգայի դեմ պայքարում ու ստանդարտ է նշանակել եզրային հետման փոխարեն մրցավարը կա մրցավարի սուլիչը երկար փոխանցում ենք տեսնում առաջ, բայց Խաչատրյանը այստեղ առաջինն է դեպի Ակուլյանը շատ հաջող գործողություն Գագիկ Ակուլյանից դեպի Մանու Պուրադյանը ուղարկեց գնդակ ու շարժվում է առաջ Էշմիածինը Մուրադյանը ու փակում է Շեկորյանը գնդակի ճանապարհը, բայց այսքանով ուզում էի ասել չի ավարտվել Էշմիածինի վտանգավոր հակագրով, բայց մարդն ավարտված է միայն եզից կնետի Էշմիածինը Սահակյանն հետ փոխանցում դեպի Արշակ Պողոսյանը Պողոսյանն էլ ուղարկում է գնդակը Խալղացյանին եւ շարժվում առաջ երկար փոխանցում ենք տեսնում առաջ Ալավերդյան Մնաց գնդակով Արթուր Ալավերդյանը շատ լավ անցում ստացվեց Ալավերդյանի կատարման փոխանցումը նույնպես եթե մի փոքր ավելի հաշվի նկատ կերպով կատարել այս փոխանցումը վստահ եմ Արշակ Պողոսյանին էր հասցեագրում գնդակը բայց Պողոսյանի համար փոխանցումը այստեղ Ալավերդյանի կողմից ուժեղ ստացվեց Խաչատրյան գնդակի տեղափոխություն դեպի Աչեզր ու այստեղ հեռացեց գնդակը ամեն դեպքում Արտաշատի ֆուտբոլիստը Արեն Կազարյանն էր Ակուլյան մնաց գնդակով Գագիկ Ակուլյանը դեպի Սահակյանը փոխանցում ենք տեսնում Ձախ եզրով էլ գրոյին է միացել Սահակյանը փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ Բուբա բայց ստացվեց Բուբայի մոտ գտնել ցանցը նա կասեցում է մի փոքր անհաջող ստացվեց հետո էլ հարվածը բարձր ընթացավ Սիլա Բուբայի կատարած ու այս իրավիճակում նույնպես Արտաշատի դարպասը մնաց անարեք Մուրադյան դեպի Ալավերդյանը կա Բուբան, բայց չկատարեց փոխանցում Ալավերդյանը տեսնենք ինչ շարունակություն կտա գրոյին Կոստենկով կորցրեց այս իրավիճակում փոխանցում կատարել ներողություն հնարավորությունը Ալավերդյանը, բայց հիմա կրկին գնդակով է Արթուր Ալավերդյանը եւ եզրային դետում Կիրասնի Էշմիածին այս իրավիճակում առավելագույնը կարողացավ խաղալ Ալավերդյանը, այո թիկունքով էր ու շատ բարդ իրավիճակում էր գտնվում Արթուր Ալավերդյանը դրոշակի մոտ եզրային Պողոսյան կա փոխանցում, բայց այստեղ էլ չհասավ գնդակը Բուբային եթե հասներ ապա նորից մեծ վտանգ էր սպառնում, բայց կարողացան նորից շեզոքացնել վտանգը Արտաշատի պաշտպանները։ Հիմա ողջ կազմով Էշմիածինը գտնվում է Արտաշատի կիսադաշտում ու իհարկե առաջինը հանդիպան հաշիվն է խոսում այս ամենի մասին, այլևս իհարկե այսպես ասած կորցնելու ոչինչ չունի Էշմիածինը այս խաղում։ Հիմա առաջին դեղին կարտը տեսանք այս խաղում, եթե չեմ սխալվում այն գլխավերևում տեսավ Թորչյանը, ով երկրորդ կեսում է մտել խաղադաշտ, եւ հիմա ստանդարտ է իրականացնելու Էշմիածինը Ալավերդյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի սուլիչը բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, այստեղ չկա ոչինչ, հեռացված է գնդակը 11 մետրով հարվածային կարտեզ պահանջում Էշմիածինի տղաները, քանի որ նկատել էին ձեռքով խաղ Արտաշատի պաշտպանի կողմից, բայց մրցավարը նորից վստահ էր իր որոշման մեջ եւ հիմա արագ Արտաշատի հակագրոհը տեսնենք, բայց Կոստենկով հասցնում է այս իրավիճակում հագել մրցակցի առաջխաղացման ճանապարհը իսկ հիմա դադարեցեց հանդիպումը մրցավարը, տեսնենք ինչ պատեց Մխիթարյանին ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ հայտնվել էր խոտածածկին Մխիթարյանը, բայց հիմա կմնա խաղադաշտում ու կշարունակի հանդիպումը հիմա
վիճաբանական դրվագը տեղի ունեցավ, հասնեց գնդակը մրցավար Էրիկ Պողոսյանին ու դարպասը ՊՀ Էջմիածին ակումբի խորքից սկսում է դեպի Արշակ Պողոսյանը։ Այստեղ էլ գնդակի կորուստ Պողոսյանի կողմից ու հիմա հասկանակի շպատայից Պողոսյանին։ Hey, hangist ընդ է։ Այո, արդեն ֆուտբոլիստների նյարդերը նույնիսկ տեղի են տալիս, կրկնում եմ, որքան էլ որ հանդիպում են իրական բնույթ է կրում, միևնույն է այն շատ լարված է ստացվում հատկապես այս րոպեների դրությամբ, հիմա տեսնեք ինչ պատահեց Արշակ Պողոսյանին, կարծես հարված ստացավ ոտքին Պողոսյանը բախման ժամանակ, բայց կանգնեց ոտքի ու շարունակի հանդիպում, իհարկե, եթե Պողոսյանն էր փոխարինվել, Արշակ Պողոսյանն էլ այս իրավիճակում փոխարինվել, ապա այսպես ասած շատ անհաջող իրավիճակում կհայտնվել Էջմիածինը, բայց Պողոսյանը այո, մնում է խաղադաշտում ու կփորձի բնականաբար այս իրավիճակից թիմին դուրս բերել նրա գործոնը խաղադաշտում, շատ կարևոր է, հիմա ստանդարտ է իրականացնելու Էջմիածինը ճիշտ է, հեռու է դիրքը կա, մրցավարի սուրիչը կարծում եմ ուղիղ տուգանային մատուշներ փոխանցում բարձից կտեսնենք, այդպես էլ եղավ, բայց Կոստենկովը առաջինն է ով արձագանքեց գնդակին, իսկ հիմա արդեն գնդակը կլինի Էջմիածինը Պողոսյան ռիսկային գործողություն Էրիկ Պողոսյանից, բայց հասցրեց Մարկարյանը, այսպես ասած, խթան հանդիցանալ մրցակցին հարված կատարելու գործում, հիմա էլ գնդակի կորուստ ու Բուբան խախտում է խաղի կանոնները այս իրավիճակում։ Արագորեն խաղարկեց Արտաշատը գնդակը դեպի Վեգան, բայց ուժեղ էր այս փոխանցումը Վեգայի համար, Գոռ Մանուչարյանի կողմից կատարված ու Էրիկ Պողոսյանը կսկսի դարպասից Արգիշտի Խաչատրյան հարված, նորից կտեսնենք Էջմիածնի դարպասից, այստեղ չանցավ Խաչատրյանի կատարած փոխանցումը Խլղացյան երկար փոխանցում դեպի Մանուկ Մուրադյանը Շեկոյանը այստեղ լավ գործեց, հիմա միացել է Շեկոյանը Արտաշատի գրոյին կատարեց, այստեղ նույնիսկ փոխանցում դեպի Ձախեզար Զորաբյան Բարձից փոխանցում, բայց մի փոքր անհաջող ստացվեց Զորաբյանի կատարած փոխանցում ու Պողոսյանը կարողանում է վերցնել գնդակը Արշակ Պողոսյան դեպի Արթուր Ալավերդյանը ուղարկեց գնդակը Պողոսյանը դեպի Բուբան, բայց այստեղ գնդակի կորուստ Էջմիածնի համար ու տեսնենք Արտաշատի ևս մեկ պատասխան Վեգա գեղեցիկ է այս ամենը կա նույնիսկ փոխանցումը, բայց խաղից դուրս իրավիճակում է արդեն հայտնվել Զորաբյանը Վեգայի փոխանցման ժամանակ արագորեն խաղարկում է Էջմիածինը գնդակ, այո, շարժվում են առաջ Էջմիածնի ֆուտբոլիստները, եթե մեկ գնդակ ետ բերեն, ապա շատ հետաքրքիր վերջնամաս բնականաբար կունենան, ճիշտ է դեռ այնպես չէ որ քիչ է մնացել հանդիպան ավարտին, բայց ամեն դեպքում հաշիվ այս պահին թույլ տալիս է Արտաշատին ավելի վստահ գործել Մարկարյան մնաց գնդակը Էջմիածնի մոտ հիմա արդեն գնդակի կորուստ Գոռ Մարկարյան ու այստեղ ինչ է կա խաղի կանոնների խախտում օրակի լեյդ են պայքարում Մրցավազ ամեն ու այս ընթացքում էլ փոփոխություններ են տեսնել երկու թիմերի կազմում Ակուլյան Դոմնա գալի, նայեք ոնց հարվարա, մտի, ապրեք, տվեք Սպասի, սպասի Կատարված է փոփոխությունները թիմերի գլխավոր մարզիչները այստեղ կատարեցին փոփոխություններ նախ Վլադիմիր Ալավերդյանը Էջմիածնի գլխավոր մարզիչը կատարեց մի քանի փոփոխություններ ու կարծում եմ այդ ամենը ուղղված է միայն հարձակման գիծ ուժեղացնելու համար
Շիրխանյանի ու Պապիկյանի խաղը դաշտ վերադառնալը հիմա դեպի Շիրխանյանն էր կարծում եմ ուղղված այս փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց, իսկ եւս մեկ փոփոխություն էլ կատարեց այս իրավիճակում Արտաշատը Արադ Մամրյանը կատարեց փոփոխություն թիմի կազմում, թիմի գլխավոր մարզիչը Արտաշատի ու իհարկե հիմա տեսնենք 15 րոպե անցավ արդեն երկրորդ խաղակեսից Առաջին Վեգայի դուբլի շնորհիվ հաղթում է Արտաշատը 2-0 հաշվով Շատ լավ փոխանցում ենք տեսնում չկա այստեղ խաղից դուրս իրավիճակ Դեպի ձախ Եզրբայց Կոստենկովը հաստրեց այստեղ նահանջել ու հենց Արտաշատի ֆուտբոլիստից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի Էշմիածի դարպասից, բայց այդ ընթացքում նորից Մուհամրյանը փոփոխություններ է կատարում մեկ փոփոխություն այս իրավիճակում Տիգրան Մխիթարյանն է վերադառնում խաղադաշտ, իսկ խաղադաշտը լքեց Շեկոյանը այս խաղում առաջին անգամ Վարդանյան դեպի Շիրխանյանը գտավ կենտրոնում Մարկարյանին, բայց այստեղ չեն հասկանում միմյանց Էշմիածի ֆուտբոլիստները ու անկյունային վաստակում է Արտաշատը Եվս մեկ փոփոխություն կտեսնենք Գարիկ Գիգոլյանն է վերադառնում խաղադաշտ ու խաղադաշտը լքեց Արտուր Ալավերդյանը հիմա տեսնենք Գիգոլյանը ինչ կփորձի անել Անկյունային խաղարկումը տեսնենք այս ընթացքում Արտաշատի կատարմամբ Զորաբյանն է տեղադրել գնդակը Բարձից փոխանցում ենք տեսնում դեպի Տուգանայինի մատույցներ հարվածի փորձ նույնիսկ այստեղ տեղի ունեցավ Կարծես թե Օրատիլը նորից ճիշտ ասած չհասցրի ֆիքսել այս դրվագում, բայց ամեն դեպքում չստացվեց գտնել Պողոսյանի դարպասը, իսկ հիմա արդեն Գիգոլյանն է գնդակով Էշմիածինը շարժվում է առաջ դեպի Մանուկ Մուրադյանը, Մուրադյան լավն է մտահղացում, մնաց գնդակը Էշմիածնի մոտ, Գիգոլյան, նորից Մուրադյան, ուղարկեց Բուբային հարված ու 2-1 կրճատված է հանդիպան հաշիվը Սիլա Բուբան գրավում է Արտաշատի դարպասը ու մեկ գնդակ է բերում այս իրավիճակում Կարո ջան, արի։ Մարդ։ Բայց ամենը ման։ Աղացումը մնաց գնդակը Էշմիածնի մոտ Գիգոլյան, նորից Մուրադյան։ Ուղարկեց Բուբային հարված ու 2-1 կրճատված է հանդիպան հաշիվը Սիլա Բուբան գրավում է Արտաշատի դարպասը ու մեկ գնդակ է բերում այս իրավիճակում Կարո ջան, արի։ Մարդ։ Սիլա Բուբա 2-1 հաշիվը կրճատված է ու հիմա տեսնենք արդեն ինչ կփորձի անել այո ամեն դեպքում այսքան գրոյն հետվելը տվեց իր արդյունքը Էշմիածնի մասնակցությամբ բայց այս ամենը դեռ բավական չէ Արշակ Պողոսյան աջ եզրով զարգացեց արագություն Պողոսյանը կա փոխանցում Մուրադյան ու հիմա չի ստացվում գտնել ցանցը Մուրադյանի մոտ եթե առաջին հարվածը պաշտպանը փակեց ապա երկրորդ հարվածը բարձր ստացվեց Մանուկ Մուրադյանի բայց իհարկե ինչ անցում ու փոխանցում կարողացավ այս իրավիճակում կատարել Արշակ Պողոսյանը շատ լավ զարգացեց արագություն ու գտավ Մուրադյանին հարձակման գծում միայն այստեղ չժպտաց բախտը Մուրադյանի մոտ գրավելու դարպաս, այո, երկու հնարավորություն ունեցավ իհարկե, երկրորդ դրվագում ձախ ոտքով հարվածեց ավելի բարդ իրավիճակում է, քան առաջի դրվագում։ Հիմա այն Մարկարյանն է գերազանց գործում դաշտի միջին հատվածում շարժվում առաջ, բայց հարվածը թույլ ստացվեց։ Գոր Մարկարյանի կատարած ու ջունիորը տիրում է այստեղ գնդակին։ Ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ Դարպասապա Էրիկ Պողոսյանն է վերցնում գնդակը Ունետում Վարդանյանին Շատ լավ անցում Վարդանյանից Կարեն Շիրխանյան Գնդակի տեղափոխություն դեպի աշ, դեպի Գիգոլյանը իհարկե կպա է Գիգոլյանը գնդակը
Դաշտի սահմաններում թողեց Կոստենկովին դեպի Մարկարյանը, բայց գնդակի կորուստ ու Արտաշատը նորից դետվում է առաջ, տեսնենք կստացվի այս հակագրող գոլի վերածել Արտաշատի մոտ, թե ոչ շարված, բայց թույլ է ստացվում այս հարվածը, Էրիկ Պողոսյանը վերցնում է գնդակ ու նորից ուղարկում Կարեն Շիրխանյանի ուղղությամբ, հիմա հանդիպան տեմպը արդեն բավական բարձր է, Շիրխանյան լավ նկատեց Պապիկյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, ամեն դեպքում հիմա կլինի գնդակը Էջմիածին ակումբինը, Մարկարյան թողեց Վարդանյանին ու հետ փոխանցում դեպի Էրիկ Պողոսյանը, Պողոսյանն էլ աճ ուղարկեց Կոստենկով, Գիգոյան մեկ հպումով շատ լավ ազատվեց գնդակից Արշակ Պողոսյան, տեսեք ինչպիսի հանդիպում է հասկացնում Պողոսյանը նույնպես այս խաղում, նախորդ խաղում նույնպես փայլեց Էջմիածնի կազմում, այսօր նույնպես իր խաղամակարդակի գագաթնակետին է գտնվում Պողոսյանը, Պապիկյան ձախ եզրով հիմա նորից շարժվում է առաջ Էջմիածինը, բայց խաղից դուրս իրավիճակում է Ժիրայ Պապիկյանը այս իրավիճակում ու գնդակը Արտաշատը խաղարկում է Մխիթարյան չկան տարբերակներ ու այստեղ գնդակի կորուստ չկա խախտում արդյոք ոչ բուբա դետվում է առաջ Էջմիածինը Պապիկյան բայց արդեն Պապիկյանի փոխանցումը թույլ ստացվեց չի ավարտվել Էջմիածնի գրոհ հիմա արդեն ավարտված է այո չհասցրեցին այս իրավիճակը իրենց օգտին օգտագործել Էջմիածնի տղաները շատ վտանգավոր գոտում Մխիթարյանը կորցրեց գնդակ ու եթե մի փոքր ավելի արագ անցնեին այս տարածությունը Մխիթարյանից միջև մրցակցի դարպասը տանող Էջմիածնի ֆուտբոլիստները ապա ավելի լավ արդյունքի կարող էին հասնել այս իրավիճակում, իսկ հիմա արդեն ջունիորը առանց խնդիրների դիրում է գնդակին Պողոսյան խլեց գնդակի Էջմիածինը, բայց այստեղ էլ Օրատիլեն է հասնում է հեռացնել գնդակը Բուբայի ոտքերի առջևից, այո Արշակ, Բուբա, բաջ, եկան ու հիմա նորից Վլադիմիր Ալավերդյանը երակի փոփոխություն է կատարում թիմի կազմում Արսեն Սարգսյանը, Վարդան Վարդանյանը ու Սմբատ Պողոսյանն են վերադառնալու խաղադաշտ համապատասխանաբար փոխարինելով Սիլա Բուբային, ով կրճատեց հանդիպան հաշիվը Արշակ Պողոսյանին ու Մանուկ Մուրադյանին Եվ տեսնենք, այո, բավական խաղաժամանակը անցավ ֆուտբոլիստների խաղադաշտը լքելուց, ովքեր հիմա մտան խաղադաշտ եւ տեսնենք թարմ ուժերով արդեն այս անգամ ինչ կցուցադրեն Սարգսյանը, Վարդանյանը ու Սմբատ Պողոսյանը Սարգսյան դեպի աջ, Կոստենկովը լավ նկատեց Կարեն Շիրխանյանին գերա Կոստենկովը սայթակեց Շիրխանյանը, բայց փորձեց պայել ամեն դեպքում գնդակի մոտ չստացվեց Վարդանյան նորից դեպի Շիրխանյանի ուղղությամբ ու հիմա հեռացած է արդեն գնդակը եզից կնետի Էջմիածինը Մարկարյան մեկ հպումով ուղարկեց գնդակը Սմբատ Պողոսյանի ուղղությամբ, բայց հեռու մի փոքր ընթացավ փոխանցում, իսկ հիմա արդեն Պողոսյանը վաստակում է եզրային նետման հնարավորություն Արսեն Սարգսյան, կրկին Պողոսյան նորից հետ ուղարկեց գնդակը Սարգսյանին ու այստեղ կորցրեց գնդակը Էջմիածինը հիմա Արտաշատի պատասխան ու կար խաղի կանոնների խախտում այս իրավիճակում Արտաշատի ֆուտբոլիստի դեմ պայքարում եւ ստանդարտ իրացնի հիմա Էջմիածինը ներողություն Արտաշատը Մխիթարյանն է ուղարկում գնդակը առաջ բայց այստեղ Սմբատ Պողոսյանն է համառորեն պայքարում գնդակի համար ու նույնիսկ կարողացավ փոխանցում կատարել Վարդանյանը դեմ Օրատիլեի հեռու թողեց Վարդանյանը գնդակը բայց ամեն դեպքում գնաց մինչև վերջ ու կարողացավ այս բարդ իրավիճակում վաստակել եզրային նետման հնարավորությունը հնարավորինս ինչը փորձեց անել Վարդան Վարդանյանը
Ու հիմա տեսնենք, խաղարկված է։ Գնդակը Սմբատ Պողոսյան, Վարդանյան թողեց, Սարգսյանին կրկին Պողոսյան, նորից Արսեն Սարգսյան։ Ու արդեն գնդակի տեղափոխություն դեպի աջ Գերա Կոստենկովի ուղղությամբ, այստեղ Կոստենկովը, եթե կորցներ գնդակ, ապա կարող էր վտանգավոր լինել, բայց գնաց միջև վերջ ու անկյունային հարված վաստակեց այս իրավիճակում Էջմիածինը։ Տեսնենք անկյունայինի խաղարկում արդեն ինչ է տալու Էջմիածնի ֆուտբոլիստներին։ Գիգոլյանն է կատարում անկյունայինը, կա փոխանցում ու այստեղ ցածկեց Խաչատրյանը, բայց հպվել գնդակին չստացվեց այս իրավիճակում, այո, չէր խանգարում ոչ ոք ու եթե կարողանար շեղել գնդակի ուղղությունը Արգիշտի Խաչատրյանը, ապա բավական բարդ էր պատկերացնել, թե ինչպես գնդակը չպետք է հայտնվի դարպասում, իհարկե շատ հարմար դիրքում էր Խաչատրյանը։ Հիմա արդեն պաշտպանության կենտրոնում է Արգիշտի Խաչատրյանը ու շատ լավ մտահղացում էր, բայց Գիգոլյանին գնդակը չհասավ, քանի որ շատ հաջող պաշտպանվեց Արտաշատ այս իրավիճակում եւս մեկ փոխանցում Վարդան Վարդանյանի ուղղությամբ ու Օրատիլը նորից շատ հաջող է պաշտպանվում, հատկապես Տուգանայինի մատույցներում, հատկապես երբ Էջմիածինը իսկապես շատ վտանգավոր գրոհի է հասնում, Օրատիլն ամեն դեպքում այս խաղում արդեն մի քանի անգամ կարողացել է իհարկե նա զերծ պահել, այսպես վերնագրենք Արտաշատի դարպաս, այո, եթե հասնեին Օրատիլեին, ապա շատ վտանգավոր է ստացվելու։ Պապիկյան թողնում է գնդակը Շիրխանյանին դեպի Գիգոլյանը։ Գիգոլյան կա փոխանցում ու այստեղ անդրադարձից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, անկյունային կիրասնի Էջմիածինը, բայց այս ընթացքում նորից փոփոխություն կտեսնենք արդեն Արտաշատի կազմում, Աբրայանը կատարում է փոփոխություն, թիմի գլխավոր մարզիչը Նիկո, դիկ, աչ, դիկ։ կրկնակի փոփոխություն է կատարում։ Գնա, Սանջո, քեզ պար։ Ու տեսնենք հիմա արդեն անկյունային է ինչպես խաղարկի Էջմիածինը կա մրցավարի սուրիչը Սարգսյան բարձից փոխանցում Կոստենկովն էլ արվածի փորձ կատարեց, բայց շեղությամբ ընթացավ Գերա Կոստենկովի կատարած արված ու գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Շիրխանյան գնաց պրեսինգի, Վարդանյանն էլ սահանքում կատարեց ու ամեն դեպքում ստացվեց Էջմիածնի մոտ գնդակը վերականգնել Սմբատ Պողոսյան։ Դեպի Մարկարյանը, ստացվեց Մարկարյանի փոխանցումը, Շիրխանյան դեպի Ժիրայ Պապիկյանը, չկա խաղից դուրս իրավիճակ, Պապիկյան, Սարգսյան, դեպի ավելի աջ, բայց արդեն Ջունիորը կարողացավ դուրս գալ դարպասից ու վերցնել գնդակը եւ երկար փոխանցում ենք տեսնում առաջ։ Սխալ այստեղ Վեգա հարվածը կա ու գնդակը հրաշքով հիմա չի հայտնվում Էջմիածնի դարպասում։ Հիմա եթե Վեգան գրաver դարպասում կրկին երկու գնդակի առավելությունը Արտաշատը վերականգնել, ապա այլևս կարծում եմ խաղ ժամանակի տեսանկյունից կարող էր նույնիսկ չհասնել վերադառնալ Էջմիածինը, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց, իհարկե 3-1 այլ հարց կլիներ, քան 2-1-ն է 2-1-ի պարագայում բնականաբար Էջմիածինի Րոպեներանց արդեն երբ նա բավական քիչ խաղը ժամանակ կնետվի առաջ ու կփորձի առնվազն ետ բերել կորցրածը հավասարացնել հանդիպան աշիվը, բայց իհարկե դա Րոպեներանց հիմա փոփոխություն կատարեց Էջմիածնի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ալավերդյանը, դարպասապահի փոփոխություն Էրիկ Պողոսյանը լքեց խաղադաշտը ու Էդվարդ Հարությունյանը մտավ խաղադաշտ, առաջին հանդիպումը Էջմիածնի կազմում Էդվարդ Հարությունյանի մասնակցությամբ Հիշեցնեմ, որ նա ԱՖ-ում պաշտպանում է Վերդեր ակումբի դարպասը ու իհարկե կիսաեզրափակիչից առաջ ներողություն ավելի ամրապնդում են թե պաշտպանություն, թե արձակումը, թե դարպասը ամեն դեպքում շատ կարևոր ձեռքբերում է կատարել Էջմիածինը իհարկե այս տրանսֆերային պատվանի ժամանակ ձեռք բերելով Էդվարդ Հարությունյանին, ով բնականաբար ցուցադրած խաղով արժանի է ներկա գտնվել Էջմիածին ակումբում, հիմա նույնպես դարպասապահի փոփոխություն ենք տեսնում Արտաշատի կազմում
Զորով ասում երկար պաս կներ։ Գիգոլյան ու Եզից կնետի Էջմիածինը կատարեց փոխանցում առաջ, բայց այստեղ գնդակի կորուստ Էջմիածնի մոտ, հետո Շիխանյանը վերականգնում է Գոռ Մարգարյան դեպի Արսեն Սարգսյանը ու հիմա արագանում է Պողոսյանը, բայց չկատարեց փոխանցում Սարգսյանը, հիմա ուղարկեց գնդակը Սմբատ Պողոսյանին։ Պողոսյան կա կենտրոնում, Սարգսյանը կա փոխանցում, գուցե փորձի Սարգսյանը, բայց ոչ փոխանցում Գիգոլյանին, ևս մեկ փոխանցում անդրադարձու 2-2 հաշիվը հավասար է Էջմիածինը, հավասարեցնում է հանդիպան հաշիվը։ Երջան արի։ Գյորգի, ինքը իշտում է քո տեղը, դու մեզ Գարիկ Գիգոլյան 2-2 հաշիվը հավասար է, այո, տեղի ունեցավ Գիգոլյանի հարվածից հետո անդրադարձ, բայց դա չխանգարեց, որպեսզի գնդակը հայտնվի դարպասում Էջմիածինը վերականգնում է հաշիվը 2-2 հիմա արդեն ավելի հետաքրքիր հանդիպում ենք դիտելու Շիխանյան գուցե փորձի Շիխանյանը անցավ մեկ մրցակցի հարվածել կատարեց, բայց այստեղ Պաշտպանը իր վրա ընդունեց գնդակը Ժիայ Պապիկյան ձախ եզրում է հիմա Պապիկյանը ստացեց մեկ մրցակցի անցնել բայց գնդակը հիմա ազատվեց Արսեն Սարգսյան շատ լավ է նկատել խաղընկերոջ առաջ խաղացումը եթե չեմ սխալվում փոխանցումը հասցեագրված էր Գիգոլյանին բայց չանցավ այստեղ Արսեն Սարգսյանի կատարած փոխանցում ու եզրից Ди, поменяйся, Сайко. Նետում են Արտաշատի տղաները Поменяйся, փոխվի նա։ Գիգոլյան, ինչ այստեղ չկա ոչինչ մնաց գնդակով Գարիկ Գիգոլյանը Բայց հիմա գնդակի կորուստ է Էջմիածնի համար հերվից հարված ենք տեսնում ու Էդվարդ Հարությունյանը այստեղ խնդիրներ չունեցավ գնդակը վերցնելու գործում Գերա Կոստենկով Դեպի Արսեն Սարգսյանը հաջող կատարեց Կոստենկովը փոխանցում Սարգսյան կա Վարդանյանի տարբերակը կա փոխանցում դեպի Վարդան Վարդանյանը բայց դարպասապա դուրս գալով դարպասից կարողացավ վերացնել այստեղ գնդակը Մարգարյան այստեղ ինչ էր չկար խաղնում ոչ Շիխանյան շատ լավն էր այս փոխանցումը Գիգոլյան տեսնենք ինչ որոշում կկայացնի ուղարկեց գնդակը Սմբատ Պողոսյանին ու ինչպիսի դիրքից է վրիպում Պողոսյանը հիմա ռեալ հնարավորություն է կորցնում Էջմիածինը առաջ անցնելու առաջին անգամ այս խաղում հաշվի մեջ բայց ինչ փոխանցում ստացավ այստեղ Պողոսյանը Գիգոլյանից ինչպիսի գեղեցիկ խաղարկումներ էին Էջմիածնի ֆուտբոլիստերի կողմից իսկապես գեղեցիկ է արված այս ամեն ու եթե հիմա Սմբատ Պողոսյանը եզրափակեր այս հարվածը գոլով, ապա լրիվ կարելի էր վերհիշել որևէ կերպ Արշակ Պողոսյանի խփած նախագծում գնդակը Եղեգնաձորի դարպասը ես խոսում եմ փոխանցումների ու թիմային գործողությունների մասին, որտեղ Արշակ Պողոսյանի գոլի ժամանակ մի անգամից մի քանի ֆուտբոլիստներ ներգրաված եղան այդ գրոհին 4-5 ֆուտբոլիստ կարողացան իրենց դերը ու նշանակություն ունենալ Պողոսյանի խփած գնդակում իսկ այստեղ արդեն եթե Սմբատ Պողոսյանը գրավեր դարպաս, ապա ճիշտ է ֆուտբոլիստների քանակով մի փոքր ավելի քիչ կլիներ այդ համագործակցությունները այստեղ այս դրվագում 3 ֆուտբոլիստ միանգամից խաղարկեցին այս ամենը, բայց ամեն դեպքում դրանից Պողոսյանի խփած գնդակի արժեքը չէր կորչի Գիգոլյան բայց այստեղ Արտաշատի ֆուտբոլիստից գնդակը դուրս եկավ, թե Էջմիածնի պաշտպանը հեռացրեց, այո, անկյունային է վաստակում Արտաշատը այս իրավիճակում ու տեսնենք այս անկյունայինը արդեն Արտաշատը ինչպես կխաղարկի Վերջի րոպեներն են հանդիպման
4 րոպեից մի փոքր ավելի քիչ է մնացել հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք այս վերջին րոպեները ինչպես կստացվեն թիմերի համար։ Կա մրցավարի սուլիչը պետք է խաղարկել։ Անկյունայինը Բարսից փոխանցում ենք տեսնում դեպի Տուգանայինի մատույցը նույնիսկ հարված էլ տեսանք այստեղ, բայց չստացվեց հիմա գրավել դարպասը Արտաշատի ֆուտբոլիստների մոտ, այո, շատ վտանգավոր հարված չհայտնվեց Էջմիածնի դարպասում։ Մարկարյան դեպի Աչեզր, դեպի Գիգոլյանը, բայց Գիգոլյան այո գնդակը, բայց Դուս եկավ հետո կորցրեց ու գնդակը լքեց դաշտի սահմանները, այո, անկյունայինի խաղարկման ժամանակ Կարեն Ղազարյանն էր կատարում հարվածը Էջմիածնի դարպասի ուղղությամբ ու կրկնում եմ ևս մեկ անգամ միայն հրաշքով չհայտնվեց գնդակը ցանցում, այլապես բավական հետաքրքիր վերջամաս կունենայինք, անկախ նրանից այսօր կրկնում եմ որ թիմը կհասնի հաջողության 3-րդ անգամ ու այսպես ասած կհեռանա խաղադաշտից հաղթանակով, երկու թիմերն էլ իհարկե արժանի են հաղթանակի, արժանի են միավորների այս խաղում իհարկե պարտությունը ցանկալի չէ, բայց ֆուտբոլում երկու հաղթող միանգամից չի կարող լինել։ Վերջին րոպեները տեսնենք ինչպես կստացվի։ Խաղարկված է եզրային նետումը, պետք է ևս մեկ անգամ կրկնել։ Իսկ հիմա արդեն կորցրեց Արտաշատը գնդակ ու եզից կնետի Էջմիածինը։ Արսեն Սարգսյան թողնում է գնդակը Մարկարյանին, դեպի աջ Գերագոստենկով ու երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ հասավ գնդակը Ժիայ Պապիկյանին, թողեց Պապիկյանը Արսեն Սարգսյանին, տեսնենք այս վերջին փորձերը ինչպես են ստացվելու, շատ լավ փոխանցում Շիրխանյանը ու չի ստացվում այստեղ գրավել դարպասը Կարեն Շիրխանյանի մոտ, նախ մի փոքր լավ չընդունեց գնդակը, հետո էլ Արսենը հարված կատարելու ժամանակ պաշտպանը խանգարել Շիրխանյանին, եթե փորձեր ընթացքից որսալ գնդակ, ապա ավելի լավ կարող է ստացվել։ Հիմա Սմբատ Պողոսյանը կարող է գրավել դարպասը, այդպես էլ անում է 3-2 Էջմիածինը կամային հաղթանակ է հասնում, բայց այս պահի դրությամբ դեռ հանդիպումը չի ավարտվել, ամեն դեպքում Պողոսյանը մի քանի փորձերից հետո գրավեց դարպասը։ Սմբատ Պողոսյան 3-2 այո երկրորդ խաղակեսում Էջմիածինը կարողանում է 3 գնդակ հեղինակել, հիմա նորից Պողոսյանը խլում կատարեց ու տեսնենք հիմա ինչպես է ստացվելու, իսկ հիմա այս փոխանցմանը արդեն ոչ ոք չարձագանքեց իսկապես։ Հիմա եթե գրավեր ևս մեկ անգամ Էջմիածինը դարպասը, ապա կփաստեինք հաղթող ակումբի անունը այսօր խաղադաշտում, բայց առաջում դա հարցականի տակ է, քանի որ կա խաղաժամանակ, իսկ այս խաղում մենք տեսանք, որ Արտաշատը գրոններ ինչպիսի արագությամբ կարողացավ խաղարկել ու գտնել Էջմիածնի դարպասը։ Վեգա հիմա նորից ծեծվում է առաջ Արտաշատը աջ եզրով։ Կրկին դեպի Վեգան է ուղղված փոխանցում, այստեղ չհասավ գնդակը Վեգային, իսկ հիմա էլ Շիրխանյանը պայքարեց հնարավորինս կերպով այս իրավիճակում, չի ավարտվել Արտաշատի գրոհը հերվից հարված ու հիմա օրիգինալական դարպասածողն է փրկում Էջմիածնին եւ ամեն դեպքում Մարությունյանը հեռացեց այստեղ գնդակը, հիմա քիչ էր մնում Արտաշատը հավասարեց այս հանդիպման հաշիվը, քանի որ իհարկե շատ վտանգավոր ստացվեց այս հարվածը, հետո արդեն Էդվարդ Հարությունյանը մի փոքր մոլորության մատնվեց ու չգիտեր որ կողմում է հայտնվել գնդակը, բայց ամեն դեպքում գտավ եւ հեռացեց գնդակը ու թույլ չտվեց այն հատի Դիմային գիծը Սմբատ Պողոսյան չկա արդյոք խաղից դուրս իրավիճակ, ոչ մնաց գնդակը Սմբատ Պողոսյանի մոտ, Արսեն Սարգսյան ու այստեղ ամեն ինչ մաքուր է վերջին րոպեն է ընթանում հանդիպան վարկյաններ, նույնիսկ այդքան
Ավելացել է մրցավարը, շատ քիչ է ավելացել 2 րոպե ընդամենը հանդիպան ավարտին, բայց տեսնենք հիմա էլ խաղից դուրս իրավիճակում էր գտնվում Էջմիածնի ֆուտբոլիստը եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է իսկապես շատ հետաքրքիր ու լարված հանդիպում դիտեցինք անկախ նրանից որ հանդիպումը ընկերական բնույթ էր կրում հիշեցնեմ 2-0 Վեգայի դուբլի շնորհիվ հաղթում էր Արտաշատը բայց Էջմիածինը կարողացավ 3 գնդակ հեղինակել ու հաղթանակ անել այս խաղում 3-2 հաշվով խաղային օրը նույնպես մեզ մոտ ավարտվում է շնորհակալություն որ մեզ հետ եք բարի գիշերով ամենայն բարիք Չէ,